Ըստ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրած դատավճռի մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով։ Հայաստանի գլխավոր դատախազությունից են հայտնել. ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն, ով 2023-ի հունվարի 18-ից 19 ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում եւ որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Ազատ գյուղում գտնվող ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ։ Նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի եւ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի երդման արարողությունը։ Փաշինյանն ու Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին, մաղթելով արգասաբեր աշխատանք, շահպետության եւ ժողովրդի։ Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի 229 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Կադաստրային արժեքը 1.877.000 դրամ է։ Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին, վստահեցրել է դեսպան Մեհդի Սոփանին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հրաժեշտի հանդիպմանը։